Սուրբ Սինոդի նիստը կկայանա ապրիլի 3-ին Պատրիարքարանում Տեր Շիոյի հրավերով։ Տեղեկությունը տարածում է Պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայությունը։ Նիստի նպատակն է քննարկել կազմակերպչական թեմաները, որոնք ամրագրված չեն Վրաստանի ուղղափառ եկեղեցու կառավարման դրույթով, այդ թվում Սինոդի հաջորդ նիստերի եւ ընդլայնված ժողովի հետ կապված լրացուցիչ մանրամասները, ինչպես նաեւ ժողովի անցկացման վայրը, պատվիրակների հրավիրման ընթացակարգը եւ այլ անհրաժեշտ հարցերը, նշվում է հրապարակված տեղեկատվության մեջ։ Կվերագործարկվեն արդյոք երկու երկրների ապագա հարաբերությունները Ամերիկայի պետքարտուղարի եւ Վրաստանի վարչապետի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Այս հարցը կրկին գնահատականների թեմա է Թբիլիսիում։ Ընդդիմությունը համոզված է, որ խոսակցությունը վերաբերում էր Իրանում ընթացող ռազմական գործողությանը եւ նաեւ եղել են ներքաղաքական գործընթացների վերաբերյալ քննադատական ուղերձներ, իսկ վրացական երազանքը Մարկո Ռուբիոյի զանգը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլ եւ կարեւոր ուղերձ։ Քաղաքական կուսակցությունները գնահատում են ընդդիմության դաշինքի հայտարարությունը։ Ինչպես հայտնի է, ընդդիմության դաշինքը սկսում է ազգային մոբիլիզացիայի արշավ ուղղակի հաղորդակցություն բնակչության հետ, իսկ մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը կանցկացնի մեծ հավաք։ Ընդդիմության մի մասի գնահատականը դրական է այս որոշման մասին, իսկ ընդդիմության մյուս մասը կասկածամտորեն է տրամադրված եւ այս քայլը համարում է ի օգուտ վրացական երազանքին։ Գնահատականներ են կատարվում նաեւ իշխանական թիմում, որտեղ նշում են, որ ընդդիմության նոր արշավը կավարտվի անարդյունք։ Ավազակության մեղադրանքով ձերբակալել են 1982 թվականին ծնված անձի եւ ինչպես նաեւ մայր ու որդի։ Մայրը նախկինում դատված է եղել։ Հետաքննությամբ պարզվել է, որ դիմակավորված մեղադրյալները ընթացիկ տարվա մարտի 29-ին ուշ գիշերը Թել Ավիվի մունիցիպալիտետի Ղարաջալա գյուղում բնակվող քաղաքացու վրա հարձակում են գործել տանը ավազակային կերպով։ Ֆիզիկական բռնության են ենթարկել նրան եւ ուժի գործադրմամբ խլել 8200 լարի, բանկային քարտեր եւ բջջային հեռախոս։ Իրավապահները հանցագործությանը մասնակցած 3 անձանց էլ ձերբակալել են որպես մեղադրյալներ։ Ոստիկանության կողմից որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարն ու իրերը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Վրաստանը տարածաշրջանում ահաբեկչության տեսանկյունից ամենաանվտանգ երկրներից մեկն է։ Ըստ տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի հրապարակած գլոբալ ահաբեկչության ինդեքսի, Վրաստանը ահաբեկչական սպառնալիքի ավելի ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկում է։ 2026 թվականի վերջին վարկանիշում Վրաստանը 1-ից 100 աճող սանդղակով զբաղեցնում է 77-րդ տեղը։ Ինդեքսը հիմնված է այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են ահաբեկչական միջադեպերը, զոհերի թիվը, ծանր հետևանքները, պատանների վերցումը, ահաբեկչական միջոցառումները, ահաբեկչության հետաքննության արդյունավետությունը եւ բազմաթիվ այլ պարամետրեր։ 2025 թվականի հետ համեմատ Վրաստանը այս տարվա վարկանիշում բարելավել է իր դիրքը։ Ահաբեկչության սպառնալիքի ամենացածր մակարդակով Վրաստանն այնպիսի երկրների խմբում է, ինչպիսիք են Ճապոնիան, Ֆինլանդիան, Սլովակիան եւ Դանիան։ Իրանի ռեժիմը ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Իսրայելը ավելի ուժեղ, քան երբևէ, հայտարարում է Իսրայելի վարչապետը եւ նշում, որ վաղ թե ուշ Իրանի ռեժիմը կփլուզվի։ Նրա խոսքով Իսրայելը տարածաշրջանի կարևոր երկրների հետ ստեղծում է նոր դաշինքներ իրանական սպառնալիքին հակազդելու համար։ Բենյամին Նեթանյահուն կոնկրետ երկրներ չի անվանել, սակայն ընդգծել է, որ այս մասին ավելի ընդարձակ կխոսի ավելի ուշ։ Նրա հայտարարությամբ Հեզբոլլահն այլևս Իսրայելի համար ռազմավարական սպառնալիք չի հանդիսանում։